Պարոն Քոչարյան, 2 օր առաջ իշխանամերձ լրատվականը հրապարակեց այսպես կոչված ընդդիմության հեղաշրջման պլանը, հաջորդ օրը անմիջապես Հույդայի շարքերից եւ Սրբազան պայքարի շարքերից խուզարկություններ եղան, հետո ձերբակալություններ եւ արդեն կալանքներ ենթադրյալ ահաբեկչության եւ իշխանությունը յուրացնելու քրեական վարույթի շրջանակում, ինչ է կատարվում Հայաստանի ներքաղաքական կյանքում։ Ես կարծում եմ, որ ներքաղաքական կյանք մտել է նոր ֆիգուր եւ իշխանությունը հենց նրանից է ամենաշատը, վախենում եւ փորձում է ստվերել հենց նրան։ Սա է հիմնական պատճառը, որտեղ աշխարհում դեռ չի եղել դեպք, որ տերորիստական ակտը կանխելը անոնս անեն։ Դա տենց բան չի լինում։ Նոր մարդ ասելով դուք նկատի ունեք Սամվել Կարապետյանին։ Իհարկե։ Այսինքն ակնհայտ է, որ տեղի ունեցող գործընթացները փորձում են կապել Սամվել Կարապետյանի հետ։ Ես կարծում եմ ավելի շատ փորձում են ստվերել այդ պիսով, եթե նկատում եք, փորձում են որպես լիդեր ներկայացնեն Բագրատ Սրբազանին եւ Սրբազան շարժումը, ոչ թե Սամվել Կարապետյանին, այսինքն փորձում են ստորադասել, Սամվել Կարապետյանի գործոնը Սրբազան շարժման գործոնով, ինչը չի ստացվելու, որովհետև իրենք շատ լավ հասկանում են ինչ ֆիգուր է եւ ինչ կալիբրի ֆիգուր է Սամվել Կարապետյանը, իրենք արդեն նաեւ իրենց մաշկի վրա զգացել են, ինչ որ գործողություններ կապված նրա կալանավորումից հետո, այնպես որ այստեղ միակ գործոնը Սամվել Կարապետյանն է։ Շեղում են հասարակության ուշադրությունը շեղում են ու փորձում են նրա գործոնը ավելի նվազեցնել, սա է սա իմաստը։ Վտանգ են զգում նրանից։ Իհարկե, իհարկե։ Ինչ վտանգ։ Իշխանափոխության վտանգ։ Ընդ որում այդ իշխանափոխությունը ամենևին չի նշանակում ոչ օրինական միջոցներով իշխանափոխություն, իրանք շատ լավ գիտեն Իվանիշվիլիի փորձը, շատ լավ գիտեն։ Իվանիշվիլին էլ է եղել մարդ, որը եղել է միլիարդատեր, որ իր գումարները աշխատել է ոչ թե Վրաստանում, այլ Վրաստանից դուրս, որը հետո ընտրություններով հաղթել է Սաակաշվիլիին։ Հիմա տեսնում եք այդ ազդակը, որ Սամվել Կարապետյանը քաղաքականություն մտնելու, եթե կարելի է ասել, հայտ է ներկայացնում։ Եթե չէր էլ ներկայացրել, իրան ստիպեցին, որ ինքը ներկայացնի այդ հայտը։ Ամենայն դեպս բոլոր այն նամակները Սամվել Կարապետյանի, որը մենք արդեն ամեն օր տեսնում ենք, դա փաստացի քաղաքական ծրագիր է։ Նիկոլ Փաշինյանը ակտիվորեն այս 2 օրերի ընթացքում իրենց էջերում կիսվում էին այդ հեղաշրջման պլանով հետո արդեն ահաբեկչության հետ կապված տեղեկություններն էին ակտիվորեն տարածում, բայց այստեղ մի հատ հետաքրքիր փաստ կար, առաջին օրը երբ որ Civic AM-ը իշխանամերձ լրատվամիջոցը հրապարակեց այդ պլանը, այնտեղ բացակայում էր, թե երբ պետք է իրագործվի, այո։ Հետո քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց եւ լուսանկարներ եւ այդ լուսանկարներից պարզ էր, որ դա պետք է, իրագործվեր 2024 թվականի հուլիսի վերջից սեպտեմբերի վերջ։ Իհարկե հարց է, ինչքանով է դա ճշմարիտ, բայց ամեն դեպքում փաստաթղթում այդպես էր գրված։ Հիմա ինչու 1 տարի սպասեցին եւ հետո նոր միայն հասարակությանը տեղյակ պահեցին, որ այո, մենք կանխել ենք ահաբեկչության փորձ եւ այսպես գլուխ են գովում, որ իբրև թե կանխել են նոր հոկտեմբերի 27։ Նորից եմ կրկնում, որովհետեւ Սամվել Կարապետյանի գործը նորի հայտ եկավ։ Այդքան բան։ Այսինքն եւս մեկ անգամ դա գալիս է ապացուցելու, որ նրանք ոչ թե կանխում էին, որտեղ կանխող լինեին 24 թվականին կկանխեին։ Ոչ թե կանխում էին կամ ոչ թե ինչ-որ բան էին անում, այլ հասարակությանը հրամցնում են մի նոր շոու, Սամվել Կարապետյանի գործոնը ստվերելու համար։ Ինչ եք կարծում, կստացվի դա Փաշինյանի մոտ, թե չէ։ Ու նաեւ Սամվել Կարապետյանի շանսերը ինչպես եք գնահատում։ Սամվել Կարապետյանի շանսերը շատ բարձր եմ գնահատում, հաշվի առնելով, ասում եմ, նրա կալիբրը, հաշվի առնելով այն փաստը, որ նրա վրա փաստացի որևէ կամպրամատ չկա, որովհետև այդ մարդը իր գումարը չի աշխատել Հայաստանում, ավելին իր դրսում աշխատած գումարները ծախսել է Հայաստանում, ներդրումներ է արել, նվիրատվություններ է արել, բարեգործություններ է արել, այս առումով փաստացի անխոցելի է։
Սամվել Կարապետյանը եւ երկրորդ ոչ պակաս կարևոր գործոնը նա է, որ Սամվել Կարապետյանը ի տարբերություն շատ այլ ընդդիմադիրների ինքը կոմպրոմիսային ֆիգուր է եւ ընկալելի ֆիգուր է գրեթե բոլոր ընդդիմադիրների համար։ Փաշինյանի գործողությունները, Փաշինյանի կեցվածքը, վարքագիծը տպավորություն կա, որ վախեր ունի եւ այդ վախերը, ինչպես դուք ասացիք, իշխանությունը կորցնելու հետ կապված է։ Կարելի ասել, որ պայքարում է կամ վերջին պայքարն է իշխանությունը պահելու համար։ Վերջինը չեմ կարող ասել, ես ոչ Նաստրադամուսն եմ, ոչ Կոֆենայող եմ, բայց իհարկե նա պայքարում է ու դա վախեր են, որովհետեւ եթե նկատեք վերջին գոնե 5 տարին, հա, պատերազմից հետո, նոյեմբերի 9-ից հետո շարժումներ շատ են եղել, այդ թվում նաև բազմամարդ շարժումներ, բայց երբեք ոչ Facebook-ում, ոչ ուժայինների կողմից, հա, այսպիսի ոչ ամբողջ ապարատը թողած Facebook-ի ջանին է ընկել, իրենց գործը թողած, նման երևույթ մենք չենք տեսել, հաստատի։ Կոնսոլիդացիայից վախենում է հասարակությունը։ Այո։ Եվ կոնսոլիդացիայից եւ ասում եմ, եւ անձամբ այդ ֆիգուրից, այո։ Եվ պարոն Քոչարյան, այսօր առավոտյան Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի մասին մի գրառում է արել։ Նրան մեղադրում էր Հայաստանը մարիոնետ պետություն վերածելու մեջ, նրան մեղադրում էր Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հավատարիմ ընդդիմություն լինելու մեջ, նրան անվանում էր վախկոտ, նարցիստ, ամբարտավան, ինչու։ Գիտեք, եկեք սենց ասեմ, էլի, դա արդեն դաստիարակության խնդիր է, որի մասին ես չեմ ուզում խոսել։ Չէ, շատերին հետաքրքիր է, որովհետև գիտեք, իրենց միջև ինչ որ քաղաքական անցյալ է եղել, շատերը Լևոն Տեր-Պետրոսյանին համարում են նրա քաղաքական հայրը, այս մեջբերումը իմը չէ, նորից եմ կրկնում։ Դա դաստիարակության խնդիր է, հենց այդ պատճառով։ Դաստիարակության խնդիր է, որի մասին ես չեմ ուզում խոսել, իսկ եթե ձեզ հետաքրքրում է, հարցրեք Նիկոլ Փաշինյանից, կարող է ինքը հիշի, այդ դեպքում ինչի էր 2008 թվականին հրապարակներում կանգնած գոռում Լևոն։ Պատճառն այն է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպումներ է ունենում կաթողիկոսի հետ։ Միայն դա չէ, նաև Լևոն Տեր-Պետրոսյանը արտահայտվել է, հա, Նիկոլ Փաշինյանի մասին դեռ պատերազմից հետո անվանելով ազգակործան պատուհաս։ Եվ վերջերս էլ Աննա Հակոբյանն էր նրան հիշել, այդ բառակապակցությունն ասացիք։ Կրկին դաստիարակության խնդիր է։ Գիտենք, որ ԿՊ-ի ներսում կան մարդիկ, որոնք նախկինում համարվում էին Հայ ազգային կոնգրեսի աջակիցները, կողմնակիցները։ Չէին համարվում, այդպիսին էին։ Հիմա, պարոն Քոչարյան, ինչ եք կարծում այս միջադեպից հետո, որևէ ձև կարձագանք են, որևէ ձև Փաշինյանին համարձակություն կունեն ինչ-որ բան ասելու, թե ինչպես միջև հիմա եղած դեպքերներ լռություն կպահպանեն, կամ էլ ընդհանրապես որևէ տեսակ արձագանք չի լինի։ Ես արդեն տեսել եմ, որ որոշակի իհարկե ոչ մի ձև չեն արձագանքի, բացառությամբ 1-2 հոգի քծնելու համար անպայման Լևոն Տեր-Պետրոսյանին կքննադատեն։